ԲԿՄ-ի դեմ լիգայի վերջին խաղն է։ ԲԿՄ-ի համար վերջինն է առհասարակ, իսկ դրանից բացի 6 ոչ ոքի այս անգամ հանդես կգան Դավիթ Սուալեհեն, որը որակազրկման պատճառով բաց թողեց նախորդ խաղը Վանի դեմ, վերադառնալից համար 7 Հելդեր Ֆերեյրան ամեր էկրաններին է և հարձակվողն է Նարդին Մուլլահուսեյնովիչը համար 32, պատվիրակ Մուշեղ Ադամյան, խաղը մեկնաբանում է Արման Աբելյանը և գնդակով Նոայի խաղացողներն են Մուրադյան շատ ռիսկային փոխանցում էր Գրենիկ Պետրոսյան, երրորդ րոպե և ԲԿՄ-ն բացում է հաշիվը, գերազանց եզրափակեց, տեսեք դրվագը ընդունեց և արագորեն հարվածեց հենց ԲԿՄ-ի դարպասը, հիմա հակառակ պատկերն է, Համբարձումյան մտածում է և առողջության մասին, և կոնֆերենցիաների լիգայի մասին, Մուլլահուսեյնովիչն է փորձում եզրափակել, չստացվեց և նույնիսկ անկյունային չի վաստակում, տեսնենք կրկնապատկերը, Համբարձումյանը հասավ գնդակին, փոխանցեց և այստեղ միգուցե կանոնը խախտում էր Պետիկ Մանուկյանը, ամենայն դեպս նա գնդակին չխաղաց և հպում եղավ այդպես եղել է, Վանից իրացրեց Սրայր Մկոյանը, իսկ Գանձասարից վրիպեց Պետրոս Ավետիսյանը, գնում է մրցավարը դիտելու կրկնապատկերը, և տեսնենք ինչ է որոշելու, ևս մեկ կրկնապատկերը կարող է օգնել, գնդակին չի խաղում Պետիկ Մանուկյանը և հարված հասցնում է Մուլլահուսեյնովիչին, մնում է հասկանալ, որքան լուրջ էր այդ հպումը նախորդ և այս կրկնապատկերներից լիարժեք պատկերացում այդ առումով չի ձևավորվում, տեսնենք մրցավարը ինչ է որոշում, ոչինչ էլ չկա և պետք է հանդիպումը շարունակել։ Հելդեր, Համբարձումյան, Հովանես Համբարձումյան փոխանցում և Նարդին Մուլլահուսեյնովիչ նորից շատ լավ խաղաց Ասկարյանը, Սուալեհ և փոխանցում և գոլ, Հելդեր Ֆերեյրա, 1-1, կարճ ժամանակ անց Նոան հավասարեցնում է հաշիվը էլով, եթե ոչ Հելդերը, կարիերայի 4-րդ գոլը ԲԿՄ-ի դարպասը, իսկ այս մրցաշրջանում 4-րդը Fastex Premier League-ում, անկյունայինի խաղարկումը հաջողություն է բերում Նոային, անկյունային, որ թիմը վաստակել էր աջ եզրով գրոհի արդյունքում, Հելդերի և Համբարձումյանի, Սուալեհեն փոխանցեց, դարպասապայի դիմաց էր տեղակայվել Հելդերը, նրան ապակողմնորոշելու, խանգարելու համար և այդպես էլ մնաց ազատ ու դրվագն ավարտվում է գոլով Դավիթ Սուալեհի 5-րդ գոլային փոխանցումն ընթացիկ առաջնությունում։ Շատ լավ հարվածեց Հելդերը, ժամանակին Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում խաղացած երկու ֆուտբոլիստների եզրը, Հելդեր, փոխանցում դեպի Մուլլահուսեյնովիչը, շատ լավ են իրար հասկանում, Համբարձումյան փոխանցում, Մուլլահուսեյնովիչ և երկրորդ հարվածը այս անգամ Հելդերը տուգանային հրապարակում չէ, Սուալեհեն փոխանցում է, անդրադարձ, Համբարձումյան և այսօր նորից հիմնական կազմում է Գոնսալո Սիլվան, որը խաղաց նախորդ տուրում, Յակոլիշ և Ասկարյանը այստեղ խախտում է կանոնները, Արթուր Ասկարյանը դեղին քարտ նրան Մուլլահուսեյնովիչի դեմ պայքարում կանոնները խախտելու համար։ Շատ ծանր դասավորվեց Վանի դեմ խաղը Նոայի համար, այո, թիմն ունեցավ մի քանի գոլային պահ,
Կրմզյանն է միացավ Սուալեհեն, Սուալեհե նորից Մուլա Հուսեյնովիչին փոխանցում, բայց փոխանցում է գնդակը Յակոլիշին, եւս մեկ փոխանցում, ան չի տալիս ինչ-որ բան անել Հովանիսյանին։ Իսկ հիմա նորից վրիպում, Գրենիկ Պետրոսյան, Գրենիկ Պետրոսյան, երկրորդ գոլը, այսօրվա խաղում դուբլ է ձևակերպում, շատ նրբագեղ հարվածով, ոչ ուժեղ, բայց վարպետորեն, գնդակը այսպես բարձրացրեց, չհասավ նաև Սերգեյ Մուրադյանը։ Այո, անթույլատրելի սխալներ են թույլ տալիս Նոայի ֆուտբոլիստները, նախ Մուրադյանը, հիմա Հելդերը, ստեյության ենթահարձակվողի դիրքում, Ահայը Մանվելյանը, գնդակով է, Խոտացածքին է հայտնվել ԲԿՄ-ի ֆուտբոլիստներից մեկը և սա խախտում է որակվել մրցավարի կողմից։ Եվ արագորեն հրավիրում են բժիշկներին խաղադաշտ։ Կրմզյանը հարված ստացավ Մուլա Հուսեյնովիչից։ Օգնության կարիք ունի, Կրմզյանը հանդես էր գալիս առաջին խումբը ներկայացնող Սյունիքի կազմում այս մրցաշրջանի մեկնարկից առաջ միացավ ԲԿՄ-ին, խաղում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Տեղին քարտ Մուլա Հուսեյնովիչին, այո, արմունկով հարված հասցրեց։ Արդյունքը տեղի են տալիս Նոայի ֆուտբոլիստների արդեն 26-րդ րոպեին։ Իսկ մրցավարը գնում է դիտելու կրկնապատկերը, արդյոք կարմիր քարտ ցույց կտա Նարդին Մուլա Հուսեյնովիչին։ Արմունկն օգտագործեց, մի փոքր փակում է տեսադաշտը Յակոլիշը, բայց այնիշ պետք էր մրցավարը նկատեց։ Եվ այսպես տեղինը չեղարկվում է և կարմիր քարտ Նարդին Մուլա Հուսեյնովիչին։ Նոայի անհաջողությունները շարունակվում են։ Հասկանում է և ընդունում իր սխալը Մուլա Հուսեյնովիչը զարմանալիորեն այսպես գործեց իր թիմին թողնելով դժվարին իրավիճակում։ Առաջ է շարժում Դավիթ Սուալեհեն, Հելդեր կանոնների խախտում։ Դժգոհ են Նոայի ֆուտբոլիստները, ևս մեկ անգամ դրվագը և դարձյալ Ասկարյանն էր կանոնները խախտում։ Դարձյալ իրացնողի դերում է Սուալեհ փոխանցում, Դավթյան այս անգամ դուրս եկավ հեռացրեց գնդակը, Սանգարե իր մոտեցումը խաղի հանդեպ գրեթե չի փոխել, իսկ այստեղ Սանգարեն կարող է երկրորդ դեղինը ստանալ Գուստավո Սանգարեն, ինչու են այսպես խաղում Նոայի ֆուտբոլիստները, ուղղակի զարմանալի է, ունի դեղին Սանգարեն, ինչու է խախտումից հետո այսպես հարվածում Նարեկ Հովանիսյանին, ինչի համար։ Համբարձումյանը դեղին քարտ է ստանում կանոնները խախտելու համար և նույնիսկ նման բարձրակարգ ֆուտբոլիստները կարող են սխալվել։ Հովանիսյան շեղ է հարվածում, փոխանցում դեպի Հովանիսյանը և ոչի գրոններ են Նոային պետք, այլ հասցեատեր է պետք, Սուալեհ ինչ է որոշելու Սուալեհեն, փոխանցեց Մանվելյան, Մանվելյան և դարպասած զողն է օգնության հասնում ԲԿՄ-ին, օգտագործում է այս խաղացողը Հովանիսյան, ոչ, այս որոշումը անհաջող էր, իսկ հիմա խախտում հոգուտ Նոայի, եզրափակումը խաղը բոլոր փուլերում, Հովանիսյան, Նարեկ Հովանիսյան և շեղ է ստացվում հարվածը եզրում,
Յակոլիշը Համբարձումյան մտավ Տուգանային հրապարակ եւ որոշեց հարվածել, չգտնել Սումաչ։ Նորից հեշտությամբ անցավ կիսադաշտը բկման, Բաշոյան, Աֆյանն ազատ է, Բաշոյանը փոխանցում է Նարեկ Հովանիսյանին։ Նարեկ Հովանիսյան! Ֆենոմենալ հարվածով Նարեկ Հովանիսյանը հաշիվը դարձնում է 3-1, այո, սա շքեղ էր։ Հիմա արդեն նրա հարվածը ուղակի փայլուն էր, Ֆայոլուն դիպավ գնդակին, բայց ավելին անել չկարողացավ, շատ ուշ դիմավորեց Հովանիսյանին Համբարձումյանը եւ թույլ տվեց այս հարվածը նախապատրաստել։ Իհարկե Ֆայոլուն եւս կարող էր ավելի լավ խաղալ, այսօր Նոայից բոլորն են սխալվում, անհատապես թիմային Բկմայի ֆուտբոլիստները գնում են առաջ, Գրենիկ Պետրոսյան եւ Համբարձումյանը հիմա փոխանցում հարված Ֆոֆանայից Սանգարեն, բայց մրցավարը ցույց չտվեց երկրորդ դեղինը եւ Սանգարեն դրանից անմիջապես հետո փոխարինվեց։ Նոան հիմա գրոհում է Մուրադյան, Այաս, կրկին Մուրադյան, Համբարձումյան եւ փրկում է Արգիշտի Պետրոսյանը։ Էրիկ Փիլոյանի ոճով հեռացնում է գնդակը եւ հիմա կրնկով հարվածեց Հելդերը եւ փոխանցում դեպի Գրենիկ Պետրոսյանը հարվածեց գլխով անհաջող էր։ Տեսում Հովանիսյանը իրացնում անկյունայինը, փոխանցում եւ Սայնտինին հեռացրեց, խախտում է տեղի ունեցել Համբարձումյան։ Տիպավ գնդակը Ծառուկյանի դեմքին, կրկին Համբարձումյան, փոխանցում Դավթյանն է հեռացնում, կրկին Համբարձումյան։ Ընկնում է Ֆոֆանան, Յակոլիշ։ Խառնաշփոթ ուղակի, բայց պարզապես արձանագրվում է խաղից դուրս վիճակ։ Նոայի ելույթը շատ ավելի լավը դարձավ։ Իսկ հիմա Համբարձումյան, Հելդեր, գոլ։ Նոա խաղի մեջ է 2-3։ Համբարձումյան Հելդեր համագործակցությունը հանգեցնում է գոլի։ Հիմա էլ դուբլ է ձևակերպում Հելդեր Ֆերեյրան։ Այս դիմակայությունում նրա 5-րդ գոլը Բկմայի դարպասը, նա 5-րդ անգամ է գրավում, բայց շատ անհաջող պաշտպանվեց Բկման, այստեղ Յակոլիշը փոխանցեց, չի հաջողվում Մանուկյանին հեռացնել գնդակը, անդրադարձ դարպասաձողից ու Նոան օգտվում է այս ամենից, տեսեք, վրիպում է Մանուկյանի, այսօր սխալները շատ են, այս անգամ Նոան էր օգտվողի դերում։ Համբարձումյանը վերջին երկու խաղերում այնքան ակտիվ է իր եզրում եղել, այնքան շատ է հնարավորություններ ստեղծել, որ ահա պարգևատրվում է գոլային փոխանցում կատարելու տեսքով։ Իրոք սկսեց Յակոլիշը։ Առաջին գոլային փոխանցումը Համբարձումյանի այս մրցաշրջանում, իսկ Հելդերի համար սա 5-րդ գոլն է։ Մնաց գնդակով եւ հասցրեց այն Խամոյանին, խախտում կար մրցավարը թույլ է տալիս գրոհը շարունակել, սխալ որոշում էր Խամոյանից, լավ փոխանցում էր եւ լավ կասեցում նաեւ Նարեկ Հովանիսյանից։ Հովանիսյան փոխանցում եւ վերջին պահին հեռացնում է գնդակը Սայնտինին, ասածը Բկմայի հարձակման գծից իրենց լավ են դրսևորում, Ասկարյան հարված Հովանիսյան փոխանցում Եվ անդրադարձ, վստահ է խաղում Յակոլիշը, Ծառուկյան, բայց վրիպում է և Ֆոֆանա, Հելդերն էլ ձախից բացվում է, Ֆոֆանա կորցրեց հավասարակշռությունն ու հարված հասցրեց Դավթյանին, էլի կարմիր է լինելու, այո հանել է մրցավարը կարմիրը, Դավթյանն է վնասված ստացել, Ֆոֆանան ուղղակի ձախողեց այս դրվագը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալու փոխարեն նա հիմա հեռացվում է։ Այո, սա շատ լուրջ էր։ Առողջություն Դավիթ Դավթյանին։ Մնում է սա ասել, փորձեց հասնել գնդակին, սակայն կարող է լուրջ վնասվածք հասցնել դարպասապային։ Եվ այո, փոփոխության կարիք կա, ցույց է տալիս Աֆյանը։ Հեռացում է Ֆոֆանան, դաժանորեն Նոայի համար, ինչ խոսք, սև օր, սև մարզաշապիկով խաղացող թիմի համար։ Անհաջող խաղաց Յակոլիշ, 3 ֆուտբոլիստով Նոան հակագրոհում է, Մաթեուս Այաս,
Այաս ոչ բոլոր կողմերից շրջափակել էին այսօր Նոայի ահուսարսափը Նարեկ Հովհաննիսյան Աֆյան եւ մի փոքր շեղ է ստացվում որևէ զարգացում բկմայի ֆուտբոլիստները եթե ուզում են հաղթել չպետք է թուլանան Նոան 9 ֆուտբոլիստով էլ մնում է Նոա Խաղարկման կառուցվածքի առումով Սուալեն փոխանցում է Սայնտինի Դավթյան Ինչպիսի գրո է Նոան կազմակերպել փոխանցում դեպի Յակոլիշը բայց Արգիշտի Պետրոսյանը երկրորդ խաղակեսի Յակոլիշը իրացնելու է փոխանցում եւ Դավթյանն այս անգամ եւս դուրս եկավ իր տեղից ու ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Սուալը է Փոխանցում շատ ուժեղ էր Հիմա հետաքրքիր է որ դիրքում նա կլինի հենց աջ պաշտպանի դիրքում կարծես այո Հելդերը կրում է ավակի թև կապը ինչ փոխանցում էր Ավանեսյան Արտյոմ Ավանեսյան Դավիթ Դավթյան Խելահեղ փրկություն Դավիթ Դավթյանից ուղակի փառահեղ էր Յակոլիշ ու նորից Դավթյան Այաս խախտում է եղել դարպասապահի հետ պայքարում Սայնտինի Փոխանցում հետ Համլետ Սարգսյան Խամոյանը նրա դիմաց էր Բաշոյան եւ Աֆյան Գրենիկ Պետրոսյան Ֆայլուն է օգնության հասնում եւ անկյունային Փոխանցում եւ Ֆայլու նորից կրկին Գրենիկ Պետրոսյանն էր արվածային դիրքում Դակա Այասը Հելդեր Մաթեուս Այաս նորից Դավթյան Հարցնավետ լինել Հավանեսյան ընկնում է Հելդերն ընկավ չկա 11 մետրանոց նույնիսկ բղավելով աղաղակելով ընկավ Հելդերը Սավարն այսօր ոչ մեկ անգամ դիմել է վառ համակարգի օգնությանը հետևաբար հիմա էլ չի բացառվում նման զարգացում Ձեռքերով աշխատեց Առաքելյանը, դա միանշանակ է Սումաչ, Վյաչեսլավ Աֆյան Հարմար կարող է լինել հենց սրա մասին էր խոսքը հենց այսպիսի հարվածի բայց Ֆայուլուն Ալեքյան Տիմոթի Ֆայուլու Ավանեսյան աչով փոխանցում է Մուրադյան հարցակվողի է վերածվել շատ են եւ բկման փորձելու է օգտվել Աֆյան Վյաչեսլավ Աֆյան Սայնտինի շատ լավ փոխանցում էր Հելդեր հասա փոխանցում Դավթյան